Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի գործընկերներ եւ շատ սիրելի քաղաքացիներ, ես էլ առիթից օգտվելով ուզում եմ 728,000 մեր պետականամետ անկաշառ քաղաքացիներին եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել եւ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել շիրակցիներին եւ իմ համաքաղաքացիներ գյումրեցիներին, իսկապես գյումրեցիները փաստեցին, որ մերժում են վարդանիկներին ու մարտունիկներին, մերժում են քրյա օլիգարխիան եւ տեր կանգնեցին խաղաղությանը հունիսի 7-ին ճիշտ ընտրություն կատարելով եւ իրենց ձայնը վստահելով մեզ։ Պարոն վարչապետ, դուք մինչ ընտրություններն էլ կարևորել էիք Գյումրիում նոր թիմ արտահերթ ընտրություններ անցկացնելը եւ ընտրություններից հետո եւս կառավարության նիստում եւ ճեպազրույցներում խոսել եք այդ մասին։ Ուզում եմ ձեզ փոխանցել, որ գյումրեցիները կիսում են ձեր կարծիքը եւ այո, իրենք եւս կարծում են, որ թիմ ընտրություններ անցկացնել Գյումրիում անհրաժեշտություն է դա եւ մի խումբ գյումրեցիների անունից ես ուզում եմ հարց հնչեցնել. կան հավանական ժամկետներ, պարոն վարչապետ, որ Գյումրիում կանցկացվեն թիմ ընտրություններ, բնականաբար այդտեղ իրավական հարցեր կան եւ այլն, եթե կան, կխնդրեմ տեղեկացնեք։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խնդրեմ մեծարգո պարոն վարչապետ, համեցեք։ Շնորհակալ եմ հարցի համար, ես կարծում եմ, որ գյումրեցիները առաջին հերթին իրենց քվեարկությամբ են արտահայտել իրենց մոտեցում այդ հարցի վերաբերյալ եւ ելի եմ ասում, մենք միշտ նաեւ քվեարկության արդյունքները դիտարկելիս պետք է ընտրակաշառքի փաստը հաշվի առնենք, այսինքն նույնիսկ առանց դրա գյումրեցիների մեծամասնությունը այդ օրակարգին ասել է այո եւ մեր քաղաքական հանձնառությունն է այդ օրակարգը տեղ հասցնել։ Հիմա մենք աշխատում ենք եւ քննարկում ենք, մշակում ենք կոնկրետ սցենարներ եւ այդ սցենարներով կառաջնորդվենք եւ դա իհարկե կդառնա հրապարակային։ Հիմա ժամկետներ չեմ կարող ասել, խորհրդարանը կձևավորվի, կառավարությունը նոր կձևավորվի եւ դրանից հետո արդեն, բայց կարող եմ մի բան ասել, որ այսօրվանից արդեն մենք ինչ որ գյումրեցիներին խոստացել ենք, ես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին հանձնարարել եմ, հենց մեր Գյումրի այցելության հաջորդ օրը ըստ էության։ Հիմա ճիշտ է այն կտորներում ենք աշխատում, որտեղ միջպետական ճանապարհի կամ հանրապետական ճանապարհի նշանակություններ ունեն, նաեւ քաղաքային փողոցներ։ Այսինքն մենք այսօր Գյումրիում աշխատանքներ անկախ ամեն ինչից, ես ասել եմ Գյումրիի վիճակի հետ կապված, ես անձնական պատասխանատվություն եմ ստանձնում, գյումրեցիների առաջ ստանձնում եմ անձնական պատասխանատվություն։ Մենք այդ աշխատանքները արդեն անում ենք եւ շարունակելու ենք, մյուս հարցերը լրացուցիչ կպարզաբանենք։ Շնորհակալություն, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ հունիսի 7-ին Գյումրիում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 50 եւ ավել տոկոս մեր քաղաքացիների ձայները, ինչի համար եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում գիտակից գյումրեցիներին եւ ուզում եմ հիշեցնել մեր շատ սիրելի համաքաղաքացիներին, որ այն աշխատանքները, որոնք այսօր հայրաքաղաքում կատարվում են բացառապես կառավարության ուղիղ միջամտությամբ։ Շնորհակալ եմ։